Լավ նորություն, Փաշինյանը չի մեկնում մայիսի 9-ի շքերթին եւ այսօր ասեց, որ ինքը Պուտինին ասել է, ուրեմն դեռ ապրիլին որ հանդիպել են, որ չի կարողանալու, որտեվ քարոզարշավն է սկսվելու։ Ուրեմն եկեք հասկանանք ժողովուրդ ջան, այստեղ մենք ներքևում էլ կհասկանանք, որ ես վստահություն ունեմ իմ ներսում, որ այդ հանդիպումը, որ կազմակերպվել է Եվրոպական համայնքի Հայաստանում, այնտեղ սա շատ կարևոր նշանակություն ուներ եւ Փաշինյանին ակնարկվել է, որ դրանից հետո չի կարելի գնալ Մոսկվա։ Բացի քարոզարշավը, որ լավ պատրվակ է, բայց նաև ակնարկվել է, որ եթե մենք գալիս ենք, հավաքվում ենք եւ ինչի համար որ հավաքվում ենք շատ կարևոր է, հիմա ես կասեմ դες ինչի համար են հավաքվել, ուրեմն չի կարելի դրանից հետո գնալ ու զրոյացնել այն ամեն ինչ որ մենք արել ենք, չի կարելի գնալ Մոսկվա 9-ի շքերթին մասնակցել։ Եվ դե դուք նկատում եք որոշակի արդեն կամած սկսում է, սա այն ասել եմ դες, սա դասական այն ականջից քաշելու իրավիճակն է, որովհետեւ կյանքը բերում է դրան, դու ուզես թե չուզես կյանքը բերելու է դրան։ Բայց հիմա մենք հասկանանք, որտեղ այս ամեն ինչը անսահման չի, մենք որոշակի ժամկետի մեջ ենք, եւ այս ամեն ինչը ես կասեմ։ Ուրեմն մեր լրագրողների մասին, այսօր Փաշինյանի բրիֆինգներ։ Ուրեմն ես ուզում եմ, ես այդ լրագրողներից մեկին, որ հիմա ակտիվ խոսում է, լսի կարող ես քննադատել։ Դու գիտես, ես եմ քեզ խորհուրդ տվել դառնալ քաղաքական լրագրող քո մեջ տեսնելով պոտենցիալ։ Ես հիմա տոտալ փոշմանում եմ։ Ես ինչ քաքն եմ գցել կներեք արտահայտությանս համար շատ ներողություն ուզում, լավ կաղանքն եմ գցել հայ ժողովրդին, այդպիսի խորհուրդ քեզ տալով տղա ջան։ Դու շատ լավ գիտես, դու ինձ ճանաչում ես, դու լավ գիտես ես ինչի մասին եմ խոսում, դու գիտես, որ դու ավտոներով էիր հետաքրքրված։ Լսի, ընդհանրապես դու հասկանում ես ինչ, ասենք առավոտից իրիկում բոլորը տառապում են, դեռ չասեմ բոլորը մեծամասնությունը, արդյոք Զելենսկի գալը Ռուսաստանի դեմ էր, արդյոք Ռուսաստանը չի, լավ դուք հասկանում եք, որ դա ուղղակի դիտարկվում է որպես ստրկամտություն։ Դուք հասկանում եք այդքանից հետո որ Ռուսաստանը ձեզ ճնշում է, մեղրին ձեր ձեռից վերցնում էր, քցեց, չպաշտպանեց, դրանից հետո դուք բոլորով հենց այդ եմ խոսում, ինչ ազատ մամուլի մասին է խոսքը։ Ու որ բրիֆինգի ժամանակ լսում ես հարցերի մեծամասնությունը հատկապես այդ ռուսամոլ ընդդիմության կամ ռուսամոլ ընդդիմության ենթարկվող լրատվամիջոցների կամ ոչ այնքան ոչ միշտ անընդհատ ասում է չեք վախենում Ռուսաստան, չեք վախենում, դուք հասկանում եք ժամանակակից աշխարհում, եթե դու վախենաս եւ քայլեր չանես եւ չսկսես զինվել քո ինքնուրույն քաղաքականությունը վարել, դաշինքներ չմտնել նոր, չմտնես նրանց այդ դաշինքների միջով, քեզ կպաշտպանեն, զենք կտան, տեխնոլոգիա կտան, դուք կմեռնեք, դուք կոչնչանաք, արտագաղթի ճամփեն կբռնեք, դուք չեք հասկանում, որ Ալիևը, եթե Ալիևին չզսպես, Թուրքիային չզսպես, իսկ ով պետք է զսպի Պուտինը չի զսպելու, փոխվել է աշխարհը։ Դու ես ուզում եմ ձեր լավ ասենք թե ձեր լրատվամիջոցը ուրեմն ռուսամոլա, ստրկամիտա, ձեզ տերս ռուսամոլա, Պուտինի համարը ծառայում։ Լավ դուք գոնե ոնց որ ես եմ ժամանակին արել, ինքնասիրությունն է, գտեք ձեր մեջ ձև հարցերը այնպես ձևակերպել, որ գոնե այդքան ստրկամիտ չերևաք։ Հիմա լրագրողներից մեկը այսօր կանգնել ասում է մի հատ տղա ջան, ասենց ասեմ։ Այ տղա ջան, ասում է Զելենսկին եկել էր Հայաստան, արդյոք, չգիտեմ, Ռուսաստանը եւ Էլեսկոմ եւ ինչ ասում, չէ որ Զելենսկին շնորհավորել էր Ալիևին 44 օրյա պատերազմի ժամանակ։ Հարգելի հետևորդներ, այս է որ ասում ենք ռուսական ալիքները պետքա փակել, ռուսական սպուտնիկները պետքա փակել։ Ուրեմն նորից հատուկ տղա ջան, լսեք, մեկը դրան կասեք, այդ դրան որ այսօր բրիֆինգի ժամանակ հարց էր տալի։ Մի հատ այս եթերը կուղարկեք, կասեք, այ տղա ջան մի հատ լսի ինչ է ասում Չիբուխչյանը, այ տղա ջան։ Ուրեմն կարդում եմ Զելենսկի ուղերձը Ալիևին 44 օրյա պատերազմից հետո։ Հատուկ նման տղա ջաների համար փորձում եմ շատ մեղմնել, փորձում եմ չվիրավորել, իհարկե մտքումս չեմ կարա այդպես մտածել։ Մտքումս համապատասխան իմ երրորդ մասի երևակայության, ես երրորդ մասի տղա եմ, ֆանտազիաս բուրն է շատ, բայց փորձում եմ եթերով այդ պատկերավոր ուրեմն տեսարանները իհարկե մոտ այլ կերպ են ձևավորում, երբ որ տես բաներ եմ լսում, բայց այսպես փորձում եմ շատ մեղմ, որտեղ թե եթերը փորձում եմ այսպես բան։ Ֆանտազիայից վրա ոչ մի բան չեք կարող անեք, ես էլ չեմ կարող անեմ, այդպես եմ պատկերացնում, որ տենց հարց եք տալի, հետաքրքիր տեսարաններ եմ տեսնում, շատ։ Հիմա Ադրբեջանի Հանրապետության նախագահ, նորին գերազանցություն պարոն Իլհամ Ալիևին։ Սա Զելենսկու ուղերձն է։ Խնդրում եմ բոլորդ ուշադիր լսեք հերթական անգամ։ Իմ հետևորդները գիտեն, հարգելի հետևորդներ ջան, մեկը եթե այդ տղա ջանին ճանաչում եք, ուղարկեք էլի։ Ձերդ գերազանցություն։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրվա արդիվ։ Ծննդյան տղա ջան։
Ինձ համար շատ հաճելի է ընդգծել, որ ձեր նախագահության ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետությունը հաստատվել է որպես տարածաշրջանային առաջնորդ, իսկ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վստահ եմ, որ մենք շահագրգռված ենք Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջև բարեկամության եւ փոխմբռնման հիման վրա հարաբերությունների հետագա խորացմամբ։ Պրոտոկոլային բան։ Բարձր գնահատելով բարեկամական Ադրբեջանի կողմից մեր երկրին ցուցաբերվող համապարփակ աջակցությունը, իսկ իրենք աջակցում են, ինչ ասի այդ մարդը, եւ ձեր անձնական ջանքերը, Ուկրաինան այսուհետ եւս վճռականորեն կաջակցի Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում, որը հիմա Հայաստանն էլ է ճանաչում։ Հենց հիմա Փաշինյանը է դա ասում, ԿՊ-ն է դա ասում եւ այդպես շարունակ։ Ամբողջ եվրոպական հանրությունը է դա ասում։ Եվ հիմա բացեք կարդացեք Տոկաևի շնորհավորանքը, բացեք կարդացեք Լուկաշենկոյի շնորհավորանքը, ինչ որ ասում էր Փաշինյանը իդեպեսօր։ Հիմա հարգելի կամ ոչ այդքան հարգելի տղա ջան, այն տեսարանները, որից մտքում տեսնում եմ, այդտեղ հարգելու բան չկա իհարկե։ Որտեղ դու ստեղ տեսար Արցախ բառը, որտեղ դու ստեղ տեսար Ղարաբաղ բառը, որտեղ դու ստեղ տեսար Հայաստան բառը, որտեղ դու ստեղ տեսար 44 օրյա պատերազմ բառը։ Դուք պատկերացնում եք, որ Զելենսկին իմանալով, որ Ադրբեջանը շատ հարցերում աջակցում է, կարող էր զանգել եւ շնորհավորել, բայց ինքը հատուկ եւ միտումնավոր շրջանցել է բոլոր այդ բառերը։ Հայաստան չկա, Արցախ չկա, 44 օրյա պատերազմ չկա։ Հիմա մեկը նորից եմ ասում, մեր լրագրողների մեջ կամ ուղղորդված են, կամ գլխի հետ խնդիր ունեն։ Մեկը ուղարկեք այս եթերը, ինքն է կարա գտնի YouTube-ում կամ, չգիտեմ, Google անի, դժվար չի։ Հատուկ դժվար հասկացողներին ուղարկեք այս որովհետև դուք տեսեք հիմա ձեզ ոնց են խափում։ Տեսեք, քանի հոգի է ու ով որ վստահաբար ժողովուրդ, ով որ կասի, ում բերանից կլսեք, որ Զելենսկին շնորհավորել է Ալիևին 44 օրյա պատերազմում հաղթանակի համար, իմացեք կամ նա ռուսական գործակալ է, կամ նա ռուսական ազդեցության գործակալ է, կամ նա ռուսական ստրուկ է, կամ ռուսամելիկ է, կամ ռուսամոլիկ է, կամ այնքան կոմպետենտություն չունի, որ ճշտի նոր խոսա, ուղղակի, չգիտեմ, իրավունք չունի եթերներում հայտնվի, դուք արդեն լայն այսպես ֆանտազիա ունեք, հասկացեք թե ովքեր են դրանք, որովհետև ես հենց հիմա ուղիղ կարդացի Զելենսկու շնորհավորանքը Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։ Իսկ Զելենսկին հատուկ սпасել է եւ շնորհավորել է ոչ թե պատերազմից հետո, այլ շնորհավորել է նրա ծնունդը, որպեսզի չշնորհավորի պատերազմի հետ կապված, որպեսզի խուսափի, որտեղ Զելենսկին շատ լավ հասկանում է, որ դրանից հետո գալու էին վտանգներ։ Դրա համար, երբ որ սկսվեց երրորդյա պատերազմը, առաջինը Ուկրաինան առավոտյան ժամը 10-ին ասեց, որ հարգվում է տարածքային ամբողջականությունը եւ կոչ է անում կողմերին դադարեցնել անմիջապես։ Ուկրաինան առաջինն էր, որ ասեց չի կարելի։ Երրորդյա պատերազմը, որ Հայաստանի վրա հարձակվել էին։ Եղավ տղա ջան, գնա դասերդ լավ սովորի, քո պապաներին էլ ասա ինձ հիմար վիճակի մեջ մի դրեք, որովհետեւ ինձ հիմա բոլորը կմտածեն ես բութ ու դեբիլ եմ, որովհետև չեմ կարդացել Զելենսկու շնորհավորինքը։ Գալիս եմ ապատեղեկատվություն եմ ասում վարչապետի առաջ։ Նիկոլ Փաշինյանը չգիտեմ գիտի թե չգիտի, բայց տեղում ինքը Բելարուսի վրա տարավ, լավ, օքեյ։ Բայց խնդրեմը հիմա ուրեմն ամբողջ միջազգային մամուլը խոսում է, որ հարցականներով կամ ոչ այնքան Հայաստանը փոխվում է Ռուսաստանից կամ Հայաստանի փոխում է Ռուսաստանից, ուրեմն Հայաստանը ողջունում է եվրոպացի առաջնորդներին, Ռուսաստանի հետ նա Բաքվում ֆրանսիացիներն են գրում, գերմանացիները ամբողջը խոսում են, որ Հայաստանը փոխվում է Ռուսաստանից։ Հիմա ես կտամ կարևոր ինֆորմացիա, խնդրում Ժորժան լայքերը դրեք, տարածեք, սկսում ենք ամենակարևոր ինֆորմացիաները, որ ես ունեմ։ Ուրեմն, ինչու մերձը չեկավ Հայաստան։ Բացատրեմ։ Ուրեմն ոչ մի զբաղվածության խնդիր մեծ հաշվով չկար։ Իհարկե ինքը ունի օրակարգ, իհարկե ինքը միշտ զբաղված է, ինքը ռեյտինգի խնդիր ունի եւ այլն, բայց եթե մերձը, տեսեք, Եվրամիությունում երկու լիդեր կա։ Կարելի ասել քաղաքական եւ ռազմական լիդերությունը փորձում է վերցնել Մակրոնը, տնտեսական լիդերությունը Գերմանիայի ձեռքում է։ Մերձի կալիբրի ֆիգուր եթե գար Հայաստան, իսկ դա պարզ դարձավ արդեն Մակրոնի ընդունելության պարագայում։ Հնարավոր չէր լինի, չէր կարելի անտեսել մերձին։ Եվ դա նաև Գերմանիայում քննադատություն կառաջանար։ Հետևաբար
քանի որ Ֆրանսիան ավանդաբար մոտ է Հայաստանի, այսօր վարչապետը ասեց 28-ին կտեսնեք ինչ է արել Ֆրանսիան Հայաստանի համար, ես շատ հուսով եմ տեսնենք եւ շատ հուսով եմ օգտակար բաներ կտեսնենք, շատ ուրախ կլինեմ, ու ես հարցը անդադ բարձրացնում եմ, ինչ շատ հետաքրքիր է Հայաստանի ռազմարտությունաբերությունը ուր է հասել եւ ընդհանրապես եթե Հայաստանը ճիշտ շարունակի եւ այս սկսած կուրսը այս մայիսի 5-ից չկոտրի եւ ճիշտ տեղ տանի, ես շատ լավատես եմ ամենայն անկեղծությամբ։ Հիմա ինչու մերձը չեկավ Հայաստան, մի պարզ պատճառը, որովհետեւ ինքը կխլեր Մակրոնի օրակարգը։ Եւ որpիսի իրանք իրար չխանգարեին, դուք տեսաք չէ ինչ կատարվեց Մակրոնի հետ։ Դուք տեսաք չէ ինչ ընդունելություն։ Դուք տեսաք չէ որ Մակրոնը ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանը իրանցն է, որ ինքն է Հայաստանի հովանավորը, ոչ թե այլևս Պուտինը։ Դա համար Մակրոնը երկու կարևոր հայտարարություն արեց, մի հատ ուղղված Պուտինին, մի հատ ուղղված Էրդողանին։ Կարևոր բան է տեղի ունեցել, Ժորժ ջան։ Եվրամիությունը եկավ Հայաստան եւ իդեմս Մակրոնի ցույց տվեց, որ այսուհետ Հայաստանին Պուտինի փոխարեն Հայաստանի անկերը եւ դաշնակիցը դառնում է Ֆրանսիան, իդեմս Էմանուել Մակրոնի, որը նաև կարող է բերել Եվրամիություն Հայաստանը, կարող է օգնել այդ process-ներում։ Այսինքն Հայաստանի իդեմս Եվրամիության, այսպես ասենք, Եվրամիությունը գալիս է Հայաստան, Եվրոպան, այսպես ասենք, գալիս է Հայաստան, եւ Հայաստանում Եվրոպայի առաջնորդող ուժը, որը փոխարինելու է Ռուսաստանին Հայաստանում, դառնում է Էմանուել Մակրոնը եւ Ֆրանսիան։ Բայց մենք ունենք մեծ խնդրեմ։ Մակրոնը 27 թվականին հեռանում է։ Մենք ունենք 1 տարի ժամանակ, ուղիղ 1 տարի ժամանակ։ Որովհետեւ այն ինչ որ հիմա Մակրոնը մեզ առաջարկեց եւ առաջարկում է, հաջորդ Ֆրանսիայի լիդերը Աստված չանի գա ինչ որ աճծայրահեղական կամ չի։ Իհարկե բոլորը կպահեն այն հարաբերությունը, որ Հայաստանի հետ կա, գոյություն ունի արդեն։ Բայց արդյոք նրանք կարող են Եվրոպայում լինել Մակրոնի պես լիդեր։ Այսինքն մենք մեր քայլելով, ինչպես ասում ենք նույն Բայդենի Թրամփի ժամանակ, ասում ենք մի նայեք ով է լինելու, դուք արեք այնպիսի բաներ, որ հաջորդ եկող լիդերը Ամերիկայի հասկանա, որ Հայաստանն է Ամերիկայի դաշնակիցը եւ ոչ թե Բայդենը կամ Մակրոնը եւ այլն։ Ֆրանսիան է Հայաստանի դաշնակիցը եւ ոչ թե Լպենը կամ Մակրոնը եւ այլն, այսպես շարունակ։ Երբ որ արդեն գալիս է նոր լիդեր եւ տեսնում է, որ Հայաստանը ամենամտերիմ դաշնակիցն է Ֆրանսիայի տարածաշրջանում, բնականաբար ոչ մեկ խելքի հետ հացը չի կերել, որ ասի չէ մենք էլ չենք ուզում այդ լիդերությունը, որովհետև հատկապես բոլորի համար արդեն պարզ է աշխարհագրական դիրքը Հայաստանի ինչքան կարևոր է, ինչը ես ասում եմ տարիներով, բայց ոմանց մոտ նոր է եկել, որ Հայաստանը կարևոր է, հասկանում եք։ Դրա համար ուղիղ 1 տարի ժամանակ կլինենք վստահ եմ ուրեմն կառավարության մեջ մարդիկ որ փորձեն ձգել ժամանակ, դանդաղեցնել եւ այլն։ Բայց Մակրոնը երկու կարևոր հայտարարություն արեց։ Թուրքիան ասեց բացի սահմանը, որի արդյունքում տեսակ քլեչը արդարանում էր, թե բա գիտեք տեխնիկական խնդիրներ են մնացել, իրականում դա այդպես չի, բոլորս հասկանում են։ Եվ հայ ժողովրդին էլ ասեց դուք այլևս պարզ ասեց Մակրոնը չեք կարող Ռուսաստանի վրա հույս դնել։ Ռուսաստանը մեռած է, Ռուսաստանը ձեզ դավաճանել է։ Այդ հայտարարությունները ոչ մեկը պատահական չէին։ Հասկանում եք, Մակրոնը եւ Եվրոպան ասեցին Հայաստանը մեր սահմանների մեջ է եւ մենք ենք այստեղ խաղում եւ դա արեց Ռուսաստանի դաշտում։ Փաշինյանի Պուտինի հանդիպումից հետո, երբ որ Պուտինը փորձում էր նորից վերադառնալ Հայաստան, պայմաններ թելադրել։ Վստահաբար Պուտինը փորձել է տապալել կամ ուրեմն աննշան դարձնել այս գագաթնաժողովը։ Վստահաբար Փաշինյանին Մակրոնն իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ խորհուրդ տվել չգնալ Մոսկվա շքերթի եւ չվարկաբեկել այն ամենն ինչ տեղի ունեցավ։ Եվ չեմ բացառում, որ դա նաեւ հենց նրանց գալու պայմանն է եղել Հայաստան։ Եկեք ուշադրություն դարձնենք ինչ ասեց Մակրոնը։ Մակրոնը շատ པարզ ակնարկեց, որ մենք այլևս չենք ուզում սпасել, այսինքն մինչև Հայաստանը տեղից կշարժվի, այլ մենք ենք ինիցիատիվան վերցնում եւ գալիս ենք Հայաստան եւ առաջարկում ենք այնպիսի բաներ, որպեսզի Հայաստանը չկարողանա հրաժարվել։ Եվ մենք շարունակելու ենք ոչ թե գործել Եվրամիության սահմաններում, այլ Եվրոպայի աշխարհագրական սահմաններում։ Այսինքն մենք այնքան ենք անելու, մինչև Հայաստանը ստիպված լինի դուրս գալ հապկից։ Որտեղ Հայաստանին բացատրեցին, որ կարող է դառնալ կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև։ Իդեպ Մակրոնի Մոնակոյի արքայազնի Ալբերի ժամանումը նույնպես Մակրոնի շնորհիվ էր եւ վստահ եմ, որ դա նույնպես մեսիջ էր պարունակում։
Մակրոնն է բերել իմ կարծիքով Ալբերին։ Եվ հուսով եմ այդ մեսիջները հասկանում են Հայաստանի ղեկավարները։ 24 տարի անց, քանի որ Ուկրաինայի համար էր այդ համաժողովը, Հայաստան այցելեց Ուկրաինայի ղեկավարը։ Հաշվի առնելով, որ այն փաստը, որ Հայաստանում կան ռուսական զորքեր եւ ռուսական ավիաբազա, որը կողքն էր։ Ուկրաինան նույնպես Եվրոպայի հետ միասին մտնում է տարածաշրջան, դուրս մղելով Ռուսաստանին։ Ուշադրություն դարձրեք։ Զելենսկին գնաց Ադրբեջան, բայց 5 տարի է լարված է հարաբերությունները Վրաստանի հետ։ 5 տարի է, բայց Զելենսկին հանդիպում նախաձեռնեց Հայաստանում Կոբախիձեի հետ։ Եվ ինչ որ բան էր բացատրում ակտիվ Կոբախիձեին։ Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կրկնում եմ։ Զելենսկին բոլորին առաջարկումը ակնհայտորեն Զելենսկին ցույց է տալիս, որ բոլորին շանս է տալիս։ Իսկ ինչպես կօգտվի այդ շանսից, դա արդեն Զելենսկու խնդրեմը չի։ Զելենսկին պատահական չխոսեց, որ ուզում է խաղաղություն տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ չի ուզում տարբերություն դնել հատուկ։ Մենք հեսա կտեսնենք ինչի մասին եմ ես խոսում։ Նա հատուկ դա ցույց տվեց, չի ուզում տարբերություն դնի։ Հետաքրքիր ինսայթ ձեզ ասեմ։ Մի հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Ուրեմն ես իհարկե մեր ընկեր Մարատի հետ էլ ճշտեցի, խոսեցի եւ այո, այդպիսի բան կա։ Ուրեմն Ուկրաինայում կային ադրբեջանի լոբիստներ։ Եվ հրաշքով որոշ ադրբեջանցի լոբիստներ անցել են հայկական կողմը։ Ուկրաինայում, որոնք Ադրբեջանի համար էին լոբիստական աշխատանք կատարում, հիմա փոխվել են, դարձել են հայկական լոբիստներ։ Չեմ կարող շատ մանրամասներ բացել, բայց դե գուշակեք մեկ անգամից, իսկ դուք խելացի եք, կհասկանաք ինչ է կատարվում։ Եվ մի բան էլ։ Ես հիմա նաև կոչ եմ անում, այստեղ շատ կարևոր է, ինչ որ ես հիմա ասում, շատ կարևոր է։ Կան արտագնա աշխատանքի մեկնողներ կամ ինչպես մենք մի քիչ ասում ենք, մի քիչ բառը չեմ սիրում, խոպանչիներ, բայց էական չիմա մարդիկ գնում են արտագնա աշխատանքի փող աշխատելու։ Շատերը Հայաստանում ես գիտեմ, նստած սպասում են, երբ Ռուսաստանը բացվելու, որ հետ գնան Ռուսաստան։ Տղեր, Ռուսաստանը կործանվում է։ Փոխարենը մի հետարքիր հոդված է դուրս եկել, որտեղ պարզվում է Ուկրաինան ծափում է արտագնա աշխատանք մեկնողների ցանկությունից եւ առաջի երկու տեղերում թուրքերն են ու ադրբեջանցիները։ Դրեք մի սպասեք, մինչև Ռուսաստանը կբացվի։ Ռուսաստանը կարող է չբացվի։ Վեր կացեք, եթե պիտի գնաք արտագնա աշխատանքի, Ուկրաինան դիտարկեք լավ ուղղություն է, եւ այնտեղ բավականին նորմալ վճարում են եւ բավականին այսպես լավ ընդունում են, ուրեմն կներեք Չեռնաժոպի չեն ասում ձեզ եւ շատ գեղեցիկ ընդգրկվում եք այդ հասարակության մեջ եւ սկսում եք աշխատել, կգնաք այնտեղ կաշխատեք, կգաք եւ փոխարենը դրանով նաեւ կկարողանաք դա էլ է նպաստում ինչ որտեղ լոբիստական աշխատանքի, դրանով կկարողանաք ճանապարհ բացել, դրանով կկարողանանք ել ավելի դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է բերելու, չասեմ էլ։ Դրա համար դուք էլ դիտարկեք, ինչի են ադրբեջանցիներն ու թուրքերը հիմա առաջի երկրորդ տեղը գնում, այնտեղ ուրեմն մի բան կա, չէ՞, անդադ աշխատանքներ վերականգնողական գնում, անդադ շինարարություն կա, փող համատնում երկիր, Եվրամիությունը տալիս է։ Դրա համար սա պայքարը Ուկրաինան մեծ երկիր է, որ ունի ցանկություն Հայաստանի հետ հարաբերվելու, բայց դրա համար պետք է այսինքն մենք 3 միլիոն ենք, իրանք 30-40 միլիոն են։ Մենք չպետք, իրանք այսօր ամենահզոր բանակը ունեն Եվրոպայում։ Մենք պետք է փորձենք նրանց հետ լավ լինել։ Մենք պետք է փորձենք, եթե հատկապես տեսնում ենք, որ նրանք ցանկություն ունեն։ Զելենսկին խոսեց նաև Հորմուզի նեղուցից։ Կիևը տեսակ, բազմիցս ներկայացրել եմ 11 նոր պայմանագրերի հայտ է ստացել մերձավոր արևելային երկրներից, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, բոլորի հետ Զելենսկին ակտիվ քաղաքականություն ավարում եւ մտնում է նաեւ մերձավոր արևելք։ Այսինքն, տեսեք, այդ Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարբերությունը փայլուն ներկայացնում է Մարատ Հակոբյանը եւ շարունակելու է ներկայացնել եւ ուրեմն շատ հետաքրքիր ինքը կներկայացնի նաեւ Ուկրաինայի, որտեղ Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարբերությունը Հայաստանի մասով։ Ուրեմն բազմիցս դա ուրեմն ինքը արդեն մասնագիտացել է լուրջ դրա մեջ եւ ինքը կարող է ձեզ շատ լավ ներկայացնել, չնայած ես էլ եմ դա փորձում անել։ Հիմա տեսեք, այս ամեն ինչ որ տեղի ունի, ես ասեցի, Զելենսկին եկավ եւ առաջարկեց Հայաստանին համագործակցություն։ Թեկուզ դեռևս միջկառավարական հանձնաժողովի տեսքով ասեց եկեք Կիև, պատկերացնեք, ասեց եկեք Կիև։ Դեռ եթե օրակարգի հետ խնդիր ունեք, նախ մենք այդ օրակարգը արդեն երկար ժամանակ առաջարկում ենք։ Բայց եթե խնդիր ունեք օրակարգի հետ, չգիտեք, ասենք մենք էլ կարող ենք օգնել։ Ես ինքս կարող եմ օգնել ձեզ, եթե ուզում եք կազմենք օրակարգը, խնդրեմ չկա, դուք գիտեք, եթե պետք է, այդ հարցով Հայաստանի համար մենք պատրաստ ենք։ Կարող եմ օգնել ձեզ օրակարգը կազմեք։ Թե ինչ կարելի է Ուկրաինայի հետ անել։ Ինչ բիզնես կարելի է անել, ինչ ոլորտներում կարելի է համագործակցել եւ այլն։
Զելենսկու տնտեսական համագործակցության առաջարկը մենք մեր եթերներից արել ենք։ Ուրեմն ստիպած ասեցի Զելենսկին եկավ արես, տեսա որ բանի տեղ չեն դնում, քայլ չեն անում, ինքը եկավ ասեց եկեք համագործակցենք։ Քանի որ գիտեմ որ լսում եք, բայց չլսողի տեղ եք դնում, ես գիտեմ որ մեր եթերները նայում եք, դա ստիպած հիմա Զելենսկին եկավ ասեց լավ, ձեզ ասում էին այսքան ժամանակ չեք լսում։ Ինչա ես ուղիղ ասեմ որ դուք հասկանաք։ Հետաքրքիր հիմա մի բան, Ժորժ ջան։ Դուք հիմա կհասկանաք ինչքան ես հիմա ասենց ասեմ, ինչքան կոմպետենտ էին մեր վերլուծությունները։ Հրապարակ օրաթերթը տարածել է հոդված։ Զելենսկին հանդիպումից հետո ասել է քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ուշադրություն դարձրեք։ Խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա հաջորդ նիստ տանել այս տարի Կիևում։ Մեր տեղեկություններով հանդիպմանը հրապարակ օրաթերթը ուշադիր լսեք ժողովուրդ։ Հրապարակ օրաթերթը գրում է. մեր տեղեկություններով, այսինքն իրենց տեղեկություններով հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։ Ներկա եղել նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է շարունակելու փորձի փոխանակումը անօդաչու ավիացիայի ԱԹՍ-ների զարգացման հարցում եւ ընդգծել է, որ ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքն այս ուղղությամբ եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները տարբեր նշանակության անօդաչու սարքերի արտադրության ոլորտում։ Պայմանավորվել են շարունակել խորհրդատվությունները այդ թեմայի շուրջ։ Հրապարակին իբր հաջողվել է, պարզել չնայած մենք ձեզ դա ակնարկել ենք, որպեսզի բաներ եղել է 2025 թվականի ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատև պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Արմեն Գրիգորյանը։ Հիմա տեսեք Ժորժ ջան, իհարկե հրապարակը իմ կարծիքով սա այլ նպատակով է գրել, երևի Կոպիրկինն ասել էր, որ Փաշինյանը հրավիրված է Մոսկվա, ստիպած գնալու է, Պուտինի չի կարող հրավերը մերժի, երևի որտեվ այդ որ Փաշինյանը ասում է ապրիլին ասել, դա ոչ մի բան չի նշանակում, մեկը Պուտինը հիմա վառվում էր, որ Փաշինյանը պետքա գնա, բայց Փաշինյանին եվրոպացիները այնպիսի պայմանների մեջ դրեցին, որ դրանից հետո առնվազն սա էդ էր, հենց այս դրա մասին ենք տարիներով խոսում։ Հիմա Եվ ինչ էին ուզում սրանք անել, իմ կարծիքով, սա իմ անձնական կարծիքն է։ Այս թերթը եւ ընդհանրապես ռուսական ամբողջ այսպես ռոպագանդան փորձում է ուրեմն կիրառել նույն մեխանիզմը, ինչ որ անցած տարի կիրառեցին, որ ժամանակի շուտ ինֆորմացիան գցեն, որպեսի տապալեն կամ Փաշինյան-Պուտին իրենց կարծիքով հնարավոր հանդիպման ժամանակ այսպես կոնֆլիկտ առաջարկեն դեմ տան Փաշինյանին եւ փորձեն այս թեման ջրել տան, հա, եւ այլն։ Ես չեմ ասում, տեսեք, ես հիմա չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ, որքան ինչը ոնց է եւ այլն։ Ես այդ հոդվածը ներկայացրեցի, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալիս այսօր երեկոյան հետևել Մարատ Հակոբյանի եթերին, մեր ընկերոջ, որտեվ ինքը շատ ավելի խորը գիտի այս թեման։ Ես քանի որ գիտեմ, որ ինքը ավելի խոր լինի, իրապես չեմ խորանում այս թեմայի մեջ։ Դուք հասկանում եք ինչ կարևոր թեմա է համագործակցությունը ռազմական եւ այլն, խորհուրդ եմ տալիս եւ հորդորում եմ անպայման այսօր կլսեք Մարատի եթերը, որովհետեւ այս թեմայով ես գիտեմ, որ ինքը խոսալու է, ես գիտեմ, որ ինքը կարևոր բան ունի ասելու, դրա համար անպայման բաց չթողնեք, ես ավելին չասեմ, ուրեմն մնացածը արդեն կհասկանաք, այսինքն հենց այս հոդվածի հետ կապած ինքը արդեն կասի ճիշտ է, ճիշտ չի, ոնց է, ինչ է, ես հիմա չասեմ, բայց դուք արդեն ինքներդ ձեր եզրակացությունը եւ վերլուծությունը կանեք եւ իմ եթերը նայելով եւ Մարատի եթերը նայելով։ Դրա համար շատ օգտակար կլինի։ Ուրեմն Զելենսկին եւ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, օրեր առաջ Քլս TV-ի վերնագիրն է։ Օրեր առաջ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցած Ուկրաինայի նախագահը X-ում արված գրառմամբ տեղեկացրել է. Ես Իլհամ Ալիևի հետ քննարկեցի մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում մեր կողմից համաձայնեցված քայլերի իրականացումը։ Մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ուկրաինայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ մեր համագործակցության ուղղությամբ։ Ուշադրություն։ Զելենսկին Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցից հետո ասում ենք մենակ Ադրբեջանի հետ չենք աշխատում։ Մենք աշխատում ենք նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության ուղղությամբ։ Անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար։ Սրանն էլ չեմ տարածվում, նույն Մարատի եթերի մեջ ինքը ամեն ինչ ավելի հետաքրքիր ձեզ կբացատրի, որտեղ ինքը շատ ավելի լավ գիտի այս թեման։ Հիմա
Ադրբեջանի մասով։ Ինչու Հայաստանում կազմակերպեց սա։ Սա եվրոպացիները ասեցի, Ռուսաստանի մասով հասկացանք ինչա կատարվում։ Ադրբեջանի մասով իրանք գիտեն, որ Ալիևը լկտի է։ Իրանք գիտեն, որ Ալիևը նավթ ունի։ Իրանք գիտեն, որ Ալիևը նավթով կարող է շանտաժանի Եվրոպային, իսկ Եվրոպան ցույց տվեց, որ չէ տղա ջան, քո շանտաժը չի անցնի։ Ինչպես դու ես ուզում հավակնել, այսինքն չի կարող այնպես լինել, որտեվ Ալիևի երազանքը ո՞րն է, որ ինքը դառնա Ասիա եւ Արևմուտք կապող օղակը միայն թուրքերի հետ միասին։ Բայց Ալիևին եկան եվրոպացիները այստեղ բացատրեցին, որ տղա ջան, կապող օղակը Հայաստանն է։ Չես կարող միայն դու լինել կամ չես կարող միայն Թուրքիան լինի։ Հետագայում նաև Վրաստանը կարող է լինի կամ նայած հարաբերություն կամ արդեն կլինի Վրաստանը, իրենք արդեն դա կբաշխեն։ Բայց Ալիևին ցույց տվեցին նաև հետաքրքիր այդ որոշումներով, այդ վերջին որոշումները, որ կոչ էին արել Արցախի քաղաքապետարներին ազատել, Եվրոպան Ալիևին, եւ սա պատահական չէր, որ այցից առաջ էլ նաև ԵԽԽՎ-ում կոնֆլիկտ եղավ, Ադրբեջանի տեղը դրեցին, եւ Ադրբեջանը ասում է, հիմա նեղացած դուրս եմ գալու, եւ մեկը իրեն պատասխանեցին Հայաստանում, եւ սա այնքան կարեւոր է, որ հասկանաք ժողովուրդ, ոչ մի բան պատահական չեղավ այդտեղ, ոչ մի բան։ Եվ Ալիևը ստիպված էր ասելու, դե որ տենց բանը Փաշինյանները խաղաղությունից խոսում, ինքն էլ փսեց խոսալ խաղաղությունից։ Ալիևին ուղղակի ասում են, չէ տղա ջան, դու տարբերակ չունես Հայաստանը գրավելու։ Եվ ըստեղ է մեր անվտանգությունը։ Հասկանում եք, մենք այսօր եթե ժամանակ ունենք մի քանի համաձայնների կանդրադառնանք, եթե չէ հետագայում կանդրադառնանք, նա այդ ժամանակը թույլ կտա, որովհետև այնտեղ որոշակի համաձայնագրեր հետաքրքրական են։ Մի քանիսը, որին կարելի է ուրեմն անդրադառնալ։ Ուրեմն սա եվրոպացիների եւ Ուկրաինայի կողմից կարելի է Եվրոպան եւ Ուկրաինան արդեն թարացնել, որտեղ անվտանգության առումով իրանք արդեն միասնական են։ Ուկրաինան առանց Եվրոպայի չի պատկերացնում, այսինքն այնտեղ տնտեսական օգնությունն է, առևտուրը, տնտեսությունն է։ Եվրոպան առանց Ուկրաինայի անվտանգության տեխնոլոգիաների բանակի չի պատկերացնում արդեն։ Դրա համար ուկրաինացիներն ու եվրոպացիները միասին եկան Հայաստան, կոպիտ ասած, բալանսը, խախտված բալանսը վերականգնելու։ Եվ շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Այս տարվա շարժերը շատ բան են հուշում։ Եմեն աջակցում է Փաշինյանին, բայց սա ավանսով է տեղի ունենում։ Սրա համար պետք է համապատասխանաբար վճարվի, մեր սիրուն աչքերի համար չի։ Երբ որ ասում են դու մեր աշխարհագրական սահմանն ես, շատ բան են քեզ ակնարկում։ Երբ որ ասում են պատրաստ ենք ընդունել Եվրամիություն, արի, սա շատ բան է նշանակում։ Հիմա Փաշինյանը կանգնած է ուրեմն անընդհատ փորձում էր խաղեր տալ այս կողմ, այս այցից հետո հələ հետևենք, բայց այսպես փոքրինչ հռետորաբանությունը փոխվեց։ Արդեն ինչ որ հենց ուզում են Ռուսաստանի կպնեն, արդեն Լուկաշենկոյին տշում եւ այլպես շարունակ։ Տեսնենք ինչպես կշարունակվի։ Տեսնենք, մենք օբյեկտիվ ենք, լավին լավ ենք ասելու, վատին վատ ենք ասելու, բայց այն որ աշխարհաքաղաքական մեծ բան է փոխվում մեր տարածաշրջանում, հարցը ինչպես կօգտվի Հայաստանը, հատկապես որ ամենաարդյունավետը լինելու է այս մի տարին։ Այս մի տարին ինչպես կօգտագործեն, այնպես էլ կգնա։ Ցավոք սրտի Փաշինյանը չպատասխանեց ուրեմն լրագրողի հարցին, արդյոք Հայաստանը պատրաստ է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց այս հավաքով նաև այն պայմանագրերով որ կնքվեց, տեսեք հիմնականում Ժորժ ջան, այդ պայմանագրերը պայմանագրերի մասին է, պայմանավորվել է, հուշագրերը ուրեմն պայմանագրեր դառնալու մասին է հետագայում։ Ամեն ինչը այսպես հլվոր օդի մեջ է։ Շատ կոնկրետ բաները կարան սկսվեն եւ ավելի կոնկրետանան, եթե Հայաստանը սկսի քայլեր անել։ Բայց Հայաստանին առաջարկվեց այնպիսի բաներ, որպիսի Հայաստանը արագ սկսի որոշումներ կայացնել։ Եվ ես մի բան ասեմ, առաջին հերթին միացվեց հապկից դուրս գալու, առաջին հերթին։ Երկրորդ հերթին ԵԱՏՄ-ից դուրս գալու հաշվի չէ։ Միացված է։ Հայաստանի համար միացված, այս ամեն ինչը ավանսով էր, բայց ակնհայտորեն, եթե Փաշինյանին հաջողվի ընտրվել, այս ամեն ինչը ինչ որ եվրոպացիները արեցին Փաշինյանի համար, դա անվճար չի։ Մակրոնի գալը, այդ հատուկ այդ քամ փաթաթվելը, ժորդ այդ ոչ մի բան պատահական չի, նես չի որ Մակրոնը այդ սիրում է Փաշինյանին, ուշքը գնում է եւ այսպես շարունակ, նա եկա լիդեր է եվրոպական։ Ամեն մի փաթաթվելը նշանակություն ուներ, ամեն մի ձեռքը բռնելը նշանակություն ունի։ Հասկանում եք։ Եվ ցավոք սրտի, սենց կարճ հարց տվեց լրագրողը եվրոպացի վեր կացավ, ասեց չեք պատրաստվում դուրս գալ հապկից, չեք կարողանալու եք դուրս գալ հապկից, եկան ԵԱՏՄ-ից։ Հիմա այդ արքիր մի բան։
Կլս TV-ն այսօր տալիս է մի հետաքրքիր ռեպորտաժ, շատ հետաքրքիր է, մենք կսպասենք պաշտոնական տվյալները, ես չեմ ուզում սրանով ոգևորել, որովհետև հետքը վերլուծություններ արե, եթե ժամանակ լինի ես կներկայացնեմ, որ անցած տարվա տվյալներով էլի ողբերգական պատկեր էր, շատ քիչ էր տեղաշարժը։ Ուրեմն հիմացեք, ինչ որ ես ասում եի, հիմնականը տնտեսությունն է։ Երբ որ ես եւ դուք օբյեկտիվորեն կտեսնենք տարբերություն տնտեսության մեջ Հայաստանի չափաբաժնի, կտեսնենք, որ իրական դիվերսիֆիկացիա է տեղի ունենում եւ կախվածության թուլացում Ռուսաստանից, այն ժամանակ մենք արդեն կխոսանք գործնական քայլերի մասին։ Այն ժամանակ արդեն կսկսենք գովալ, ասենք այսա կոնկրետ քայլը։ Երբ որ կտեսնենք, որ Ուկրաինայի հետ համագործակցություն է կնքվում, երբ որ կտեսնենք, որ սկսում են հապկի թաքսերը անտեսվել եւ պահանջվում Հայաստանից, ասում եմ, ես չեմ կարող այդ թաքսերով առևտուր անել, կներեք, բայց ինձ ձեռ չի տալիս։ Ես պետքա ստեղ արտոնություն բերեմ, ընտեղ արտոնություն բերեմ։ Չեք ուզում, դավայ դա սվիդանիա, որովհետեւ նորից եմ ասում, իրականությունը այդպես միակողմանի չի։ Այն որ շատ վախեցած եք, որ Հայաստանը Ռուսաստանից, ուրեմն Ռուսաստանը Հայաստանին կպատժի, տղաներ եւ աղջիկներ բազմիցս բերել են Պապոյանը, մնացածը, ասել են, թե իրանք ինչ են անում Ռուսաստան։ Ռուսաստանի տնտեսության վիճակը եւ ընդհանրապես ռազմական վիճակը այնքան ողբերգական է, որ Հայաստանը օգնում է իրան շրջանցել պատժամիջոցները, զուգահեռ էքսպորտը եւ այլն։ Եվ այնց չի, որ Ռուսաստանը տենց ուրեմն վաղը տենց կարա կտրի կապերը Հայաստանի շատ լավ հասկանալով, որ եվրոպացիքան միջապես կօգնեն հենց Հայաստանի պատժի, փակի եւ այլն։ Դա կլինի լավագույն առիթը, որ եվրոպացիք միանգամից օգնեն եւ փողով եւ մեծ փողով եւ այլպես շարունակ։ Ինչ ստացանք մենք։ Մենք ստացանք այն, որ Հայաստանին ասեցին տղերք, մենք ձեզ մի քանի տարի առաջ 2.3 միլիարդ դոլարի ներդրում ենք առաջարկել, բայց Մհեր Գրիգորյանը ոչ մի բան չի արել, որ մենք 3 միլիարդ դոլար արդեն ծախսած լինենք։ Ինչի չգիտեմ։ Կամ գիտեմ։ Կամ ենթադրում եմ։ Եվ խոսում եւ քանի որ դու միածրագիր կա 200 քանի միլիոնի, մինչև 27 թիվն է։ Դուք հասկանում եք, դա ավելին ավելի դիմաց է։ Եվ եթե պատրաստ են 3 միլիարդ տալես վիճակով, դուք պատկացեք, եթե ծրագրերը արագ իրականացվեին եւ ողջևորված եվրոպացիք ինչքան ավելի կդնեն, հատկապես որ իրանք դա իրանց համար ստրատեգիական ուղի են համարում եւ Հայաստանը Եվրոպայի սահման։ Այս տարվա առաջին ամիսներին ուրեմն որոշակի փոքրիկ փոփոխություն է, փոքրիկ տեղի ունեցել։ Կարծես թե ես կսպասեմ տվյալների, ես Կլս TV-ի վերլուծաբաններին առանձնապես չեմ վստահում։ Դրա համար կսպասենք տվյալների, բայց ներկայացնեմ իրանց տվյալները։ Մոտ 16%-ի է հասել, 11-ից 16%-ի է հասել 15 քանիս Եվրամիության հետ առևտուրը առաջին 2 ամիսների ընթացքում։ Ռուսաստանինը 35%-ից իջել է մոտ 28% ժողովուրդ ջան։ Բայց տարբերությունը դեռ կրկնակի է։ Տեմպերը դեռ բավարար չեն։ Սպասենք թվերին, որովհետև այստեղ ավելի շատ ինձ համար խոսելու են թվերը։ Եվ բացի դրանից, պետքա բաժանել ինչքան է եղել էքսպորտը Հայաստանի, ինչքան է Հայաստանը ավել ապրանք արտահանել, սա ամենակարևորն է, որովհետև դուք տեսաք հիմնականում փոխկապակցվածության պայմանագրեր էին Եվրոպայի հետ, որոնք առաջարկում էին Հայաստանին օգնել արտահանել Եվրոպա։ Հայաստանի ստանդարտները բարձրացնել, Եվրոպան առաջարկում է դա, մասնագետներ է պատրաստ տալ եւ սրանից պետքա շատ արագ օգտվել, որտեղ մենք այդ ժամանակը չունենք։ Եվ այն որ Փաշինյանը ասում է, որ 28-ին մենք ցույց տանք Ֆրանսիան, ինչ է տվել։ Դա նշանակում է, որ ինքը պետքա դուրս գա հապկից, իր համար շոտ չի կա կներեք միացրած։ Հաշվի չդրած է։ Եվ ընտրվելուց հետո հաջորդ տարվա մեջ ինքը պետքա դուրս գա հապկից, որովհետեւ եվրոպացիները տալիս են իրեն ինչ երբեք ոչ մեկ չէր տա։ Անկախ նրանից, որ ես համարում եմ, որ միևնույնն է չեն տալու այնքան, որովհետև հասկանում են այն տեխնոլոգիաները տան, դու մնալով հապկի մեջ իրանց համար վտանգ է։ Այսինքն, ինչ որ բան տալիս են, որպեսզի քեզ շահագրգռեն, որպեսզի դու դուրս գաս հապկից, ցույց տալով թե ինչ կարող ես ստանալ, եթե դուրս գաս հապկից, բայց նաև քանի դեռ դու հապկում ես, չեն տալու այն, ինչ որ տեխնոլոգիապես ամենաբարձրն է, որովհետև խնդրեմ ունեն հապկի հետ։ Պրոբլեմ ունեմ, որ ռուսական զորքա կանգնած Հայաստանում։ Հայաստանը պետք է իր տնային աշխատանքը կատարի, որպեսզի ստանա ամենաառաջադեմը։ Տեսեք, նույն ուրեմն կիսահաղորդիչների հետ կապված ինչ որ պայմանագրեր են կնքում հետաքրքիր, այսինքն պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Ինչ որ ընկերությունների են փորձում օգնել ֆրանսիացիները, իսկ ֆրանսիացիները բավականին առաջադեմ են նույն կիսահաղորդիչների, նույն տեխնոլոգիաների հարցում, նույն արհեստական ինտելեկտի հարցում ֆրանսիացիները երևի ամերիկացիներից հետո ուրեմն ամենաառաջատար տեղերում են։ Կլս TV-ն, ելեմ ասում, եկեք սպասենք,
երբ որ թվերը բաժանվի, ինչքան է զուգահեռ էքսպորտ եղել Ռուսաստան, ինչքան է էքսպորտը ավելացել Եվրոպա, որտեղ այս թվերի նյուանսներն էլ է կարևոր։ Ինչու է պակաս է, ինչի հաշվին է պակասել Ռուսաստանի առևտուրը, Ռուսաստանի պատժամիջոցների, թե ինչ որ մի բան եւ այսպես շարունակ, հա։ Ջերմուկի հաշվին կոպիտ ասած, որտեղ Հայաստանի տնտեսությունը փոքր է, չնչին մի բան արդեն ազդում է։ Կգան թվերը, մենք կհասկանանք որքանով է անկեղծ են այս իշխանությունները գոնե այս փուլում, այսինքն որքանով են հասկացել, թե որքանով անկեղծ են մենք գիտենք, որքանով են հասկացել իրականությունը, ինչ որ մենք իրենց տարիներով պնդում ենք, հա։ Հիմա հետաքրքիր մի բան։ Ուրեմն Սերդար Քալաչը, գիտեք, Թուրքիայի բանակցողը, հարցազրույց է տալիս News-am-ին։ Ուրեմն ինչ է ասում, երկու երկրների միջև սահմանի բացման գործընթացը գտնվում է տեխնիկական նախապատրաստման ավարտական փուլում։ Ես սա չկարդամ, խնդիրը այն էր, որ անդադ լրագրողները հարցնում էին, ասում են, բա միայն տեխնիկական է խնդիրը, Քալաչը ասում էր, հա, բայց չեմ կարող ասել, երբ կբացվի, չեմ ուզում ձեզ խաբեմ եւ այլն, այսպես շարունակ, հա։ Ուրեմն ինչ որ ենթակառուցվածքներ, ինչ որ աշխատողների նշանակում, ինչ որ անիմաստ խնդիրներ հորինեց, այնքան որ չասի կբացվի թե չէ, հա։ Չնայած շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, հա։ Բայց Քալաչը հասկանում է, որ իրանք երբ որ արդեն Ֆրանսիան է ասում եւ Եվրոպան ասում, տղա ջան, բացի սահմանը, հիշում եք սա ինչ է ասում է դարեք խորը եւ համապարփակ առևտրի կազմակերպության անդամ Թուրքիան ստիպված է բացելու սահմանը առանց Ադրբեջանի բանը պահանջներն ալ դեռ չի կարա ինքը տնտեսական խնդիրներ կունենա։ Ուրեմն պատասխանելով ուրեմն հնարավոր քաղաքական խոչընդոտների մասին հարցին Քալաչն ընդգծել է, որ Թուրքիան դեռևս 22 թվականի օգոստոսին արդեն հայտնել էր կարգավորման քաղաքական կամք։ Կխաբելով ձգում են։ Բայց ուրեմն մի հատ հետաքրքիր հանգամանք եղավ, որը ես կարծում եմ News-am-ին, որը անընդհատ պատտում է, թե Զելենսկին հրաժարվել էր ֆոսֆորի մասին, ուրեմն հարցին պատասխանել է։ Իդեպ Ժորժ ջան, ես այսօր եթերում ես էլ եմ արել եթեր, բայց Մարատը շատ լավ եթեր է արել։ Ես եթերից հետո կտեղադրեմ Մարատի եթերը, որտեղ ինքը բացատրում է, թե որտեղ է եղել խնդրեմը հայ-ուկրաինական հարաբերություններում 30 տարվա պատմությունը գնում է ամբողջական։ Ես խորհուրդ կտամ, եթե ժամանակ ունենաք, անպայման այդ եթերն էլ նայեք։ Ես իմ նկարագրության մեջ կտեղադրեմ, որտեղ ամբողջական տալիս է որտեղից է սկսվել խնդրեմը, ով է մեղավոր, ինչ է կատարվել, ուրեմն ես էլ եմ շատ անդրադարձել, բայց ինքը տենց ամբողջական սարքել է, անպայման կդիտեք։ Ուրեմն եւ զրույցի ընթացքում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նաև կիսվել է Հայաստանում գտնվելու իր տպավորություններով։ Նշել է ջերմընդունելությունը մթնոլորտը եւ ինչ է ասել։ Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը, եւ սա կատակ չէ, հայտարարել է նա։ Հիմա News-am-ի լրագրողները գոնե հասկացան ինչ վտանգավոր բան է ասել Քալաչը։ Ձեզ թվում է դուք հասկանում եք դրապես Թուրքիայի պաշտոնյաների մակարդակը, նրանց դիվանագիտական ունակությունները։ Դուք հասկացաք ինչ ասել Քալաչը, այստեղ ես զգում եմ տանը եւ հատուկ շեշտել է եւ սա կատակ չէ։ Այսինքն սա Թուրքիայի հավակնություններն է Հայաստանի վրա, որ դա իրանց տունն է, իրանց ազդեցության գոտին է, այս տարածաշրջանը իրանց տունն է։ Որպեսզի բացատրենք վտանգները նաև։ Դրա համար է մեզ պետք Եվրոպան եւ Եվրամիությունը եւ շատ շտապ։ Եվ մեզ այդ հնարավորությունը տրվել է, եւ Մակրոնը բացատրեց Թուրքիային եւ Ռուսաստանին, որ Հայաստանը ձերը չի, Հայաստանը մեզ է պատկանում։ Պատկանում է Եվրոպային եւ ինքը Եվրոպայի սահմանն է, աշխարհագրական։ Ուրեմն սա այսպես հիմա քանի որ մենք ես ժամանակը ստուգեմ տեսնեմ մենք այս թեմայով հիմա գնանք թե չէ, այս թեման մենք արդեն ստորագրման ինչ արել, մենք երևի հաջորդ եթերը կհասկանանք, որտեղ այնտեղ արդեն հիմնական հասկացեք, որ մի երկու մանրամասներ կա, այնտեղ գրզոյի աչքը լույս պահ կա եւ այլն, այնտեղ խոսալու թեմա կա, ինչն իրական ստորագրե, միտքը ասեցի։ Ուրեմն ես երբ որ լսեցի Քալաչի հարցը եւ տեսա այդ Ուկրաինայի թեման, ուրեմն իմ մոտ բուրըն էմոցիաներ առաջացավ եւ ուրեմն մեր ընկերը Մարատը post դրեց եւ ոնց որ ես հասկացա որ ավելի լավ է ես իր post-ը կարդամ, որտեղ ինքը շատ լավ ուրեմն բացատրել է այս ամեն ինչը, քանի ոչ թե ես իմ ուրեմն էմոցիաներով ներկայացնեմ, որտեղ ես կարող եմ շատ ավելի բուրըն ներկայացնեմ, փորձեմ ինքը շատ այսպես հանգիստ հարցը տվել է News-am կոչվածին, եւ ես ուզում եմ ուղղակի բարձրաձայնել սա, որ News-am-ը լսի, որտեղ մենք ես անդրադարձել եմ այս թեմային նախորդ օրերին է, բայց շատ կարեւոր է։ Ուրեմն իմ զարմանքը աչքովս ընկավ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քալաչի մեկնաբանությունը հենց այն նույն լրատվամիջոցի լրագրողներին, որոնք Զելենսկու հետևից ֆոսֆորի մասին էին գոռում, ինչը հետո ներկայացվեց որպես անպատասխան մնացած հարց։ Այսպիսով Սերդար Քալաչը ներկայացնում է մի երկիր, որի զենքը զանգվածաբար օգտագործվել է Արցախյան երկրորդ պատերազմում, օրինակ հայտնի Բայրակթարը,
Էրդողանը ցանկացած հարմար առիթով հպարտանում է, որ օգնել է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, բայց ոչ ոք Թուրքիայի ներկայացուցիչներին անհարմար հարցեր չի տալիս։ Այն որ Սաղորը մեղադրում է, որ Փաշինյանը թուրքամետ է դառնում, բայց նա եկել է Թուրքիայի ներկայացուցիչը, բացեք ինչեիք բայրակտակ տալիս։ Ինչ ֆոսֆոր գոյություն չունեցող ֆոսֆորի հետ եք ընկե հետևից։ Ասում եմ, որ ֆոսֆորը, որն Ուկրաինան ոչ մեկին չի տվել, որն Ուկրաինան պարզապես չի ունեցել, եւ որը ի վերջո 2014 թվականից ի վեր օրենքով ոչ մի զենք չի մատակարարում արտասահման, մի թեմա, որը հերքվել է անձամբ նախագահ Զելենսկու կողմից 2020 թվականին, ասում է անպատասխան թողեց։ Բա ինքը մտածում է, որ մարդիկ դեբիլ չեն, ինքը մարդկանց հարգանքով ավերում, բայց ասում է դեբիլին կարելի է 5 անգամ ասել, բայց եթե մի անգամ հերքել եմ, ես կապիկ չեմ ամեն անգամ գամ հատուկ դեբիլների համար դասընթացներ կազմակերպեմ, հերքեմ։ 20 թվականին Զելենսկին հերքել է եւ դա անվանել է ռուսական ռոպագանդա։ Եվ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից 2022 թվականին դեռևս արդիական է մնում ռուսամետ շրջանակների համար։ Ուրեմն հետաքրքիր է Ուրեմն իսկ News AM-ի լրագրողները ինչպես են վերաբերվում հայոց ցեղասպանության հարցին։ Այն միթե Օսմանյան Թուրքիայում չի եղել։ Իսկ ցեղասպանությունից փրկված հայերը 1915 թվականին չէին փախչում նաև ուկրաինական Օդեսա։ Իսկ Արցախի համար պատերազմը ում հետ էր, Ադրբեջանի թե Ուկրաինայի։ Ինչու այն երկրում, որտեղ ադրբեջանական բենզին ու դիզվառալիք է մատակարարվում, Ուկրաինայի նկատմամբ ռուսական նարատիվ են սերմանում երբեք գոյություն չունեցած ֆոսֆորի մասին, բայց միևնույն ժամանակ օրինակ Քլչից չեն հարցնում, ինչու է Էրդողանը հպարտանում Արցախում տեղի ունեցածով։ Ուրեմն ես ասեմ ձեզ, ես ամենևին, երբ որ բերում էի դեբիլի բանի օրինակի, ամենևին News AM-ի լրագրողի նկատի չունեմ, որտեղ ես ամենևին չեմ կարծում, որ News AM-ի լրագրողը չհասկանալով այդ հարցը տվե կամ չգիտակցելով։ Ես ավելի շատ մտածում եմ, որ News AM-ի լրագրողը հատուկ օպերացիա կազմակերպեց, ինի մոտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, փորձելով նորից ռուսական պատվերով ֆոսֆորի թեման բարձրացնեն, լարվածություն առաջացնեն հասարակության մեջ, Զելենսկու այցը տապալեն եւ մնացած իր հետևանքները, որտեղ ասում մռմռացել է։ Ինչը զարմացրեց, երբ որ կարդում եմ Մարատի եթե այս բանը, որը շատ ճիշտ հարցադրումներ է կոնկրետ, աչքովս ընկավ մի օկտատեր, մի ռուսամոլիկ Ռուբեն Արաքելյան անունով, որը իմ կարծիքով ասենք ռուսասերիկա, չգիտեմ, Պուտինա սերիկա, այսպես ոնց ասեմ։ Ուրեմն Ժորժ ջան, եւ ինչ է գրում Սատակը։ Չեմ սիրում մեկնաբանել անծանոթներին, ինչ ես հատուկ եմ բերում, եւ հատուկ եմ անունը ասում, որ ինքը ամաչի։ Եվ տեսեք ինչ է ինքը գրե։ Չեմ սիրում մեկնաբանել անծանոթներին, բայց չդիմացա ինձ անուղղակիորեն վերաբերող երկու աղավաղված տեղեկության պատճառով։ Ցեղասպանության ժամանակ հայերը չեն փախել Օդեսա։ Օդեսա նրանց բերել են Կրասնոդարի մանկատնից Ամերիկա ուղարկելու համար։ Այսինքն ինքը մի ձև ուզում աստեղ ռուսներին խցկի։ Բայց Ամերիկա են ուղարկելու։ Ի վերջո ամերիկացիներն են արել, ասեն, կամ Օդեսայում են հայտնվել։ Ինչ անպայմանը Կրասնոդարը շեշտել։ Կարող է Կրասնոդարով են Օդեսա փախել, տարբերակ չեն ունեցել։ Կոպիտ ասած։ Մարդիկ տենց են ուղին ընտրել։ Դա էլ մի կողմ, այդ մի կողմ, որ դա ընդհանրապես շահարկելու բան չի։ Նրանք ում չհաջողվեց մեկնել, այդպես էլ մնացին Օդեսայում։ Այսինքն ոչ թե որ ասենք կարող է ուզեցել են մնալ Օդեսայում, կարող է Օդեսայում ուկրաինացիները take care են արևեցրել են եւ խնամել են։ Չէ, հասկանում եք, արդեն ուղղորդված մարդ է։ Հիմա տեսեք ինչ ասում։ Օդեսան երբեք ուկրաինական չի եղել։ Այն եղել է ռուսական, հրեական, հայկական եւ նույնիսկ հունական։ Իսկ Եկատերինայի արձանը զուր քանդեցիկ։ 50-ական թվականներին այն համարվում էր նրա միակ արձանը եւ դրված էր Կրասնայի հյուրանոցի նախասրահում։ Դուք պատկերացնում եք հայը, որը Օդեսան անվանում է ամեն ինչ ռուսական, հրեական, հայկական, ուրեմն եւ ասում է Օդեսան չի եղել ուկրաինական, ընդ որում հղում անելով ցեղասպանության ժամանակներին ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ ինքը հենց հիմա փուրնա տալիս իր հայրենիքը Հայաստանը, որովհետեւ ցեղասպանության ժամանակ Հայաստանն էլ անկախ պետություն չի եղել։ Հայաստանը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում, ինչպես եւ Ուկրաինան Օդեսայով։ Բայց քանի որ սրանք ռոպագանդա կերած օգտակար ժողովուրդ են ռուսների համար, իրանք ամեն ինչի պատրաստ են, իրանք պատրաստ են, օրինակ նույն մի բանը, երբ որ հрьяաներն են ապրում Օդեսայում կամ հայերը, դա չի դարձնում օրեք Օդեսան ոչ Ուկրաինա։ Դա օրինակ հիմա երբ որ մենք Գլենդելում ապրում ենք հայերը մեծամասնություն են, դա Գլենդելը չի դարձնում հայկական Հայաստանին պատկանող։ Դա կարող է հայկական քաղաքը, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմում։ Եվ այստեղ ոչ մեկ այդպիսի հավակնություն չունի եւ չի ունենալու։
Որտեղ նորմալ պետություններում այդպես է։ Երբ որ Ուկրաինան ընդունում է նորմալ պայմանները ստեղծում մարդիկ գնում մնում են Ուկրաինայում եւ ինչ որ քաղաքում կուտակվում է հայկական համայնք կամ այլ երկրի համայնք, այլ ժողովուրդների համայնք, դա չի նշանակում, որ դա էլ ուկրաինական չի, տղա ջան։ Ավելին ասեմ, դու այնքան վտանգավոր նարատիվ ես տարածում։ Այսինքն եթե հիմա քրդերն են ապրում արևելյան Հայաստանում, արևմտյան Հայաստանում, ուրեմն թարապես արևմտյան Հայաստանը հայկական չի եղել։ Ավելին ասեմ, տղա ջան, հիմա Ադրբեջանը պայքարում է անկլավների համար։ Այքո նմանների պատճառ դուք ես էլ շարունակեմ, որտեղ վտանգավոր եմ այս թեման համարում։ Դուք հասկանում եք, ադրբեջանցիները ապրել են Հայաստանում, սկսած շատ երկար ժամանակ հայկական տարածքներում, ասենք եւ այլն։ Իրանք 5 հոգի մտնում էին, ասում են ադրբեջանական է։ Եվ իրանցով էին անում։ Հետո կոտորում հայերին հանում էին, ասում են դեսա միշտ ադրբեջանական է եղել։ Այքո նմանների պատճառով է երկիրը փուրը գնում, տղա ջան։ Տղա ես, տարիքով ես չգիտեմ, համար մեկ ես քո տարիքն էլ չեմ հարգում, կներես դա իմ տեսակետն է, որովհետև դու եկել ես դարդոտած, թե ինչի են եկած Իրինայի արձանը քանդել։ Լավ են արել, երկու աչքն էլ հանել են, որովհետև դու երևի չես լսել Պոտոմկինյան, ուրեմն գյուղերի մասին, երբ որ Եկատերինան անցնում էր, թքել կպցրել էին, ասենք, եւ այսպես շարունակ, հա, որովհետեւ ուկրաինացիների ցեղասպանություն, տեղահանում, հայերի ցեղասպանություն, հայերի տեղահանում, որտեւ շատ ժամանակ տեղահանումն էլ է ցեղասպանություն։ Ռուսները արել են անթիվան համար, որպեսզի դա ցույց տան, որ դա ուկրաինական չի։ Ուկրաինացիներին վերցրել տարել են Սիբիր, Նովոսիբիրսկ, Դալնի Վոստոկ, Ղազախստան, հազարներով եւ տասնյակ հազարներով եւ 100,000-ներով 3 միլիոն կոտորել են Գոլոդոմորի ժամանակ։ Հասկացար տղա ջան, որ ցույց տան, որ դա ուկրաինական չի, որ ուկրաինացի ազգ չկա, ամբողջ ռոպագանդան փորձել են ոչնչացնել հետքն ու արմատները հարթ, ցեղասպանել ու տեղահանել, այդ թվում հայերին Ղրիմից։ Հայերի առաջի ցեղասպանությունը այս առումով պարսիկների հետ կարելի է նաև համարել ռուսներին, որոնք Ղրիմից ուղղակի բռնի ձևով հանեցին, հայերին տեղահանեցին, ճանապարհին էլ բազմաթիվ հայեր են կոտորվել։ Ընդ որում դու հայկական արմատներով հրամանատար Ղարաբաղցի, որով տարիներով հպարտանում ենք, թե ռուսական բանակում սենց հրամանատար կա եւ այսպես շարունակ, հա։ Հանուն նրա, որ Օդեսան դառնա ռուսական, որոշ հայեր պատրաստ են Հայաստանը ջնջել պատմության քարտեզից։ Սա այսպես ժողովուրդ ջան։